Ձեր կարծիքով լուրջ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով քարոզարշավ է սկսել։ Սխալ է։ Քանդեց ամբողջ հանրապետությունը։ Ուրիշ ոչ մի բան։ Առաջին նախագահը լավ էլ բնութագրել է ազգակործան պատուհաս։ Պետք է ամբողջ ազգը ոտի կանգնի փոխի, որպեսզի չկործանվի այս մնացած մեր հայրենիքը։ Չեմ կարող պատասխանել, կներեք։ Կարծիք չկա։ Պատասխանում էլ է։ Ես զբաղված եմ։ Իհարկե լուրջ խնդիր։ Գիտես ինչ կա, հիմա ասեմ, բայց դե ցույց կտակ ուղիղ։ Նայեցեք, Արցախը հանձնեց։ Ստրատեգիական բոլոր բարձունքները հանձնեց Նիկոլ Փաշինյանը։ Ժողովրդին թալանեց մինչև վերջ։ Մեզ որպես ազգ բանակը կրճատեց 100%-ով։ Մենք ունենք 90,000 բանակ, այսօր ունենք 38,000 բանակ, որը թուրքերի պահանջով պետք է իջեցվի մինչև 30,000։ Պաշտպանունակությունը վերացրեց, տնտեսական ինքնաբավությունը ազգի վերացրեց հարկերից եւ տուրքերից։ 7 միլիարդ արտաքին պարտքը ավելացրեց, պետական պարտքը ավելացրեց։ Ազգը այսօր ոչնչացված է, սպասում է վերջի յաթաղանին, Սյունիքի Զանգեզուրի ճանապարհը տալիս է։ Ինչի մասն եք դուք խոսում, որ օրենքն է պահում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի սահմանադրական պարտավորությունն է երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի սոցիալական իրավիճակը, որտեղ մենք սոցիալական իրավական վիճակը դատի է տալիս բոլորին։ Այսօր էլ Թուրքիան հենց այսօր Ադրբեջանը պահանջ է ներկայացնել Արցախյան ազատամարտի հաղթանակած հերոսներին հանձնել թուրքերին։ Նայեցեք 32 հոգի գերի է տվել Ադրբեջանին, ոչ մեկին հետ չի ստացել։ Եվ ինչ-որ փալասներ, տականքներ, որ ասում են ինքնասպանություն գործեն, ինչ անեն, հերթը գալու է, իրենք ինքնասպանություն գործելու են, թե չտեսնելու են։ Հասկանում եք, ուրեմն պետական պաշտոնական դիրքի չարաշահման եւ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով հանցագործություն կատարեց Գյումրիում սպառնալիք տեղած Հայաստան Հանրապետության քաղաքացիների մեջ սոցիալական մի ամբողջ խմբի վիրավորեց առնետներ անվանելով եւ Յաշիկ ասելով ես ուզում եմ ասել Նիկոլ Փաշինյան Յաշիկ հետ ես բերում 241 գյուղ ես տվել Թուրքին 24 քաղաք 12 քաղաք ես տվել Թուրքին 60 հանք ու 15 ձեռնարկություն ես տվել Թուրքին 232 դպրոց ես տվել Թուրքին 13 զորամաս ես տվել Թուրքին ինչի՞ չես հետ բերում Նիկոլ Փաշինյան Եթե ինչ-որ բան հետ բերող ես դու պարզապես փալաս ես ոչնչություն ես Նիկոլ Փաշինյան որ այսօր մեր ազգին ոչնչացրել է եւ տանում է կործանում եւ իհարկե իր կատարած հանցագործության համար բոլոր թուրքական ապրանքները պատասխանատու ԿՊ-ի լոգոն գիտեք ինչ է գիտեք դա 1973 թվականին Թուրքիայում ընդունված թուրքական արտադրության լոգոն է նույնությամբ։ Եվ իրենց ասում են թուրքական արտադրանք, ես այնպես չեմ ասում, թուրքական ապրանքներ։ Իրոք ԿՊ կուսակցություն, թուրքական ապրանքների կուսակցությունը, որոնք եկան Հայաստան եւ հայ ժողովուրդը միակ երկիրն է, դա Օքսֆորդի քաղաքագիտական ամբիոնի վերլուծությունն է, որտեղ իշխանությունը գործում է ընդդեմ ժողովրդի։ Միակ երկիրն է։ Եվ ժողովուրդը ոչխարի նման հնազանդ տանում է դա։ Միայն Երևանից այս տարի հարկերի տուրքերի բարձրացմամբ Նիկոլ Փաշինյանը հավաքելու 350 միլիարդ դրամ։ Երևանը Հայաստանի տնտեսական սիրտն է։ Սա կտրվելուց հետո ամեն ինչ ոչնչանալու է։ Ուզում եք թվեմ 50 միլիարդ դրամ հարկերի կենտրոնի գույքահարկի բարձրացում է հարկելու։ 20 միլիարդ դրամ մետրոյի եւ ավտոբուսների 50 դրամներից է հավաքելու։ Դա բոլորը հաշվարկներ են։ 300 միլիարդ դրամ հավաքելու է միայն հարկային հաշվետվությունների եւ փոխանցումների ստացված եկամուտներով 20%-ով այսինքն 390 միլիարդ դրամ հավաքել 390 միլիարդ դրամ որ հավաքում է Երևանը սնանկանում է ինքը մեխանիկորեն է սնանկանում եւ մեզ տանում է բոլոր եւ ազգային եւ էթնիկական եւ պաշտպանունակության եւ ֆինանսական ճորտացման թուրքերի առաջ Եվ երեք չառաջոր Անկարայում Էրդողանը հանձնարարել է Ալիևին պայմանագիր չկնքել եւ դիրքերը չթույլատրել հարավային Կովկասում, այսինքն հայերին ճնշել մինչև վերջ։ Իսկ մենք թույլ ենք տալիս որ ճնշի, որովհետեւ այսպես անտարբեր մասսա, որին ոչինչ չի հետաքրքրում։ Իր կենցաղային խնդիրներից բացի